Ուկրաինայում ռազմական գործողությունների ավարտից հետո այդ երկրի տարածքում բրիտանական եւ ֆրանսիական զորքեր են տեղակայվելու։ Երեկ Փարիզում կայացած բանակցությունների ավարտին նման պայմանավորվածություն են ձեռք բերել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։ Փարիզյան հանդիպման արդյունքները ամրագրվել են նաեւ հատուկ հուշագրի տեսքով։ Cette réunion scelle aujourd'hui une avancée considérable. Այսօրվա հանդիպմանը զգալի առաջընթաց է ձեռք բերվել։ Այսօրվա համաձայնեցված դրույթները պետք է երաշխավորեն, որ խաղաղության պայմանագիրը երբեք չվերածվի Ուկրաինայի կապիտուլյացիայի պայմանագրի։ Vient pour la première fois Ֆրանս պրես գործակալության տեղեկություններով Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները Փարիզում կայացած բանակցությունների ընթացքում համաձայնեցրել են Կիևին տրամադրվող առանցքային անվտանգային երաշխիքները։ Դրանց թվում են շփման գծում մոնիտորինգի ամերիկյան մեխանիզմի ստեղծումն, ինչպես նաև բազմազգ եվրոպական ուժերի տեղակայումը Ուկրաինայի տարածքում։ Եվրոպացի զինվորականները, сакայն Ուկրաինայի տարածք պետք է մուտք գործեն միայն ռազմական գործողությունների լիակատար դադարեցումից հետո։ Визначено, які країни готові брати лідерство в елементах. Հստակեցվել է, թե որ երկրներ են պատրաստ առաջատար դեր ստանձնել ցամաքում, օդում, ծովային տարածքներում անվտանգության ապահովման ժամանակ, որ երկրներ են պատրաստ կենտրոնանալ Ուկրաինայի վերականգնման վրա։ Հստակեցվել է նաև, թե ինչպես են կառավարվելու այդ ուժերը։ Як сили будуть управлятись, на яких рівнях буде командування. Այս պահին, սակայն Ուկրաինա զորախումբ ուղարկելու պատրաստակամություն պաշտոնապես փաստաթղթի տեսքով հաստատել են միայն Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան։ Լոնդոնում եւ Փարիզում նշում են, որ ռազմական գործողությունների դադարեցումից հետո Ուկրաինայի տարածքում հատուկ ռազմական կենտրոններ են ստեղծվելու։ Դրանց գործառույթները եւ գտնվելու վայրը դեռ չեն հստակեցվում։ Եվրոպական մյուս առաջատար պետությունները Ուկրաինա զորք ուղարկել ընդհանրապես չեն շտապում։ Գերմանիայի դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ գերմանական բանակը պատրաստ է մասնակցել խաղաղապահ ուժերի գործունեությանը, սակայն բացառապես Ուկրաինային սահմանակից եւ ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող պետությունների տարածքից։ Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին ավելի կտրուկ է, նա բացառել է իտալական զորքերի տեղակայումն Ուկրաինայի տարածքում։ Ինչ վերաբերում է ամերիկացիներին, ապա ուկրաինական կարգավորման հարցում առանցքային դերակատարություն ստանձնած Վաշինգտոնն առայժմ գերադասում է կենտրոնանալ բանակցային process-ի վրա։ Այս մասին հայտարարում էր Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ And we think we've made a lot of progress. We heard Մենք զգալի առաջընթաց ենք արձանագրել։ Կիևն ու դաշնակիցները զգալիորեն մոտեցել են անվտանգության երաշխիքների վերջնական համաձայնեցմանը։ Դրա հետ մեկտեղ ես ցանկանում եմ ընդգծել. մենք Փարիզ ենք ժամանել որպես միջնորդներ։ Մենք այստեղ ենք խաղաղության պայմանագրի համաձայնեցմանը հասնելու համար։ we are here to mediate and help in the peace process, and we're prepared to do anything necessary to get to that place. Շարքային ուկրաինացիները սակայն վստահ չեն, որ եվրոպական ուժերի տեղակայմամբ Ուկրաինայի առջև ծառացած բոլոր հարցերը լուծվելու են։ В активних бойових діях я не думаю, що війська Євросоюзу будуть брати дії, скажімо. Չեմ կարծում, որ Եվրամիության զորքերը մասնակցելու են ռազմական գործողություններին։ Նրանք կմնան թիկունքում, իսկ մեր տղաները կշարունակեն կռվել ու զոհվել առաջնագծում։ Наші хлопці все ще будуть стояти на передовій. Ուկրաինայի մայրաքաղաքի մեկ այլ բնակչի համոզմամբ էլ վերջին խոսքը միևնույն է Ռուսաստանինն է լինելու։ Думаю, що все-таки тут залежить більше від рішення Путіна. Ես կարծում եմ, որ շատ բան կախված է Պուտինի որոշումներից։ Մենք կամ եվրոպացիները կարող ենք որոշել, թե ինչ ենք ցանկանում, բայց գոյություն ունի նաև հակամարտության մյուս կողմը։ Як хочемо, але все-таки є ще одна сторона, з якою тут Իսկ Կիևցի թոշակառու Անատոլի Զելենկոյի համոզմամբ եվրոպացիների կողմից օգնության լավագույն ձևը կլիներ զենքի մատակարարումը։ Նրանք սակայն ըստ տղամարդու վախենում են դա անել։ Нічого не буде. Хай дають зброю. А вони бояться. І все.